նամակ։ Այն պարունակում է Փարապանց հերոս Սողոմոնի հատուկ պատգամը հայ ժողովրդին։ Փառք ու պատիվ հոգի դուսավորվի երկնային դրախտում։ Կտա բոլորիս։ Նախքան նամակը ներկայացնելը համառոտ անդրադառնանք նրա կողմից իրականացված մեկ այլ կարևոր վրեժի դեպքին։ Այն ուղղված էր հայ դավաճանի դեմ, ով մասնակցություն է ունեցել Գետինը մտնի հայ դավաճանները։ Ինչպես գիտեք, 1921 թվականին Սողոմոն Թեհլերյանը դարձավ Նեմեսիս գործողության կենտրոնական դեմքերից մեկը, հայ դաշնակցության կողմից ստանալով առաջադրանք վերացնել հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեատ Փաշային։ Այս առաքելությունը ոչ Լավ է, սաղին բզսպաներ, ինքն է չմահանար։ Թեհլերյանը կորցրած ընտանիքի ցավը սրտում վերածել էր իր կյանքը պայքարի։ Անուն այն միլիոնավոր հայերի, Փառք ու պատիվ մեր եղերնի զոհվածների հիշադակը հարգենք, ոսիրենք։ Հոգիները բոլորի լուսավորվի երկնային